Vlogging-ը դա կյանք է, vlogging-ը դա հոգեբանություն է, որի ծառայությունները դա հոգեբան է, որի ծառայությունները վճարովի չեն, vlogging-ը դա թերապիա է։ Ինչ բարի երեկո արգելի հետևորդներ, 2026 թվական հուլիս 17-18 էական նշանակություն արդեն չունի, այն որ ես ուզում եմ ասել, որ սա իմ և ձեր նոր եթերաշրջանի առաջին վլոգն է, առաջին թողարկումն է, ես ողջունում եմ ձեզ, կարող եք դուք էլ ինձ ողջունել, արդեն մեկնաբանությունների տեսքով, մինչև կլինեն արդեն ուղիղ եթերներ և խոսենք էլ ավելի մանրամասն ուղիղ եթերի շրջանակներում։ Ասեմ, որ մեծ ուրախությամբ շտապում եմ դեպի Զաքյան փողոց, քանի որ իմ և ձեզ մոտ գարեջրի փառատոն է, իմ մոտ, հետևաբար նաև ձեզ մոտ, քանի որ ցուցադրվելու է այդ ամենը մոտակա րոպեներին, իմ գործը այլ ավելի բարդ է, քան թե ձերը, բայց շատ հաճելի։ Այնպես որ շարժվենք, խոսենք էլ ավելի մանրամասն արդեն այնտեղ։ Ինչ հարգելի ընկերներ, հարավայտ ռեստորաններից մեկի մոտ են գտնվում, հրապարակում, այստեղից կարճ ճանապարհ կա դեպի Զաքյան փողոց, որից և մենք կօգտվենք։ Խնդրում եմ այս տեսանյութը դիտել մինչև վերջ, քանի որ հատկապես շատ հետաքրքիր է վերջին հատվածը լինելու, որտեղ ես ներկայացնելու եմ, թե որտեղ եմ եղել այսքան ժամանակ։ Բանն այն է, որ շատ երկար ժամանակ ես վլոգեր չէի նկարանում, այդ իսկ պատճառով համատեղել եմ հինը ու նորը։ Եվ այսօր, ինչպես նշեցի, նորն է ձեզ համար, առաջինը ըստ հերթականության։ Եղանակը մեզ մոտ, եթե որևէ մեկին հետաքրքիր է, շատ շոկ է, բայց հիմա մի փոքր քամի կա։ Շտատիվ կամ որևէ այլ բան ես ինձ մոտ ներկա պայծրությամբ չունեմ, ինչպես դա առաջ էր։ Այսքան առաջ ունեի, նկատի ունեմ, բայց հիմա չունեմ, ստիպված ձեռքով եմ բռնել հեռախոսը։ Հիմա ցածր եմ խոսում սովորության համաձայն, որովհետև իմ շուրջ շատ մարդիկ են։ Ես այդպիսինն եմ, կուլտուրան պահպանում ենք միշտ անկախ այն փաստից, որ վլոգ է նկարանվում, սա էլ այսպես։ Ինչպես նշեցի, գնում ենք գարեջրի փառատոնի մասնակիցը լինելու։ Միանգամից ասեմ, որ առաջվա պես պարտաճանաչ և պրոտոկոլային, այսպես թղթաբանական ձևով ես չեմ բարելու այն վլոգերը, այլ պարզապես հրավիրում եմ ձեզ բոլորիդ մասնակիցը լինելու իմ առօրյաներին և լինելու այնպիսին, ինչպիսին է, որ ես կամ առօրյայում, ինչը որ նախկինում, կարծում եմ շատերդ ինձ հետ համաձայն կլինեք, պակասում էր և ինձ, հետևաբար և նաև ձեզ, և անցնելով առաջ ասեմ, որ առաջվա պես ես իհարկե ազատ չեմ հիմա, քանի որ այս ամենի զուգահեռ սա էլ իհարկե աշխատանք համարվում, այդուհանդերձ այս ամենի զուգահեռ ես նաև աշխատում եմ, ինչ անսովոր է հեռախոսը վերցրած քայլել
եւ նկատել, թե ինչպես են բոլորը նայում քեզ դիմացից եկող հատկապես առաջ չէի կաշկանդվում, բայց քանի որ լրիվ հետ եմ վարժվել, ուստի այդ կաշկանդվածությունը հիմա կա, բայց ոչինչ, արագ կսովորենք, ավելի ստույգ կվեր հիշենք այն ամենը, ինչ մոռացել ենք, եւ այլևս ամենակարևորի մասին նաև շեշտեմ, հիմա ալիքը չի ենթարկվելու որևէ փորձարկման կամ որևէ փոփոխության, սա ես ասում եմ պաշտոնապես, ինչի մասին եմ խոսում, կրկնում եմ, կիմանաք ավելի ուշ, կամ այս, կամ գուցեև նաև մյուս վլոգի շրջանակներում, որտեղ առանձին ես կներկայացնեմ, թե ինչն էր պատճառը, որ շատ երկար ժամանակ չկայի այստեղ եւ ինչն էր պատճառը, որ մյուս բարեախորժակ ալիքը ներկա պայթրությամբ հարգելի ընկերներ հարձապես չի աշխատում, չի գործում եւ վերջերս տեղի ունեցավ շատ լավ բան, ինչը նպաստեց նրան, որ ես վերսկսեմ իմ գործունեությունը կապակցությամբ շատ ուրախ եմ, ձայներից կարելի է հասկանալ, որ մենք շատ մոտ ենք այն վայրին, որտեղ տեղի ունենում կամ անցկացվում է գարեջրի փառատոնը հիմա, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում հեռախոսով ես սովորչամ, ներողություն ձեռքով սովորչամ հեռախոսը այսպես անցած պահելու, ես ունեի շտացի, որը կորել է, բայց պատվիրել եմ արդեն նորը, պրոֆեսիոնալը, հատուկ իմ և ձեր հանդիպումների համար, թանկ արժի, էժան չի, մի անգամից ասում եմ, սակայն խորհուրդ եմ տալիս նաև ձեզ, պարտադիր չէ այդքան թանկ, բայց բոլորդ սկսեք զբաղվել վլոգինգով, այն պարզ պատճառով, որ վլոգինգը դա կյանք է, վլոգինգը դա հոգեբանություն է, որի ծառայությունները դա հոգեբան է, որի ծառայությունները վճարովի չեն, վլոգինգը դա թերապիա է, դա ինքնարտահայտվելու միջոց է եւ պարզապես գնահատված լինելու միջոց, դուք էլ գնեք շտացիվ եւ իմ նման սկսեք ձեր գործունեությունը, նամանավանդ, որ Հայաստանում ի ուրախություն ինձ և ձեզ բոլորիդ բացվել է YouTube-ի մոնետիզացումը իր ողջ ծավալով սկզբից մինչև վերջից մենք գնանք դեպի Զաքյան փողոց։
եք մի անգամից ասեմ, որ անսահման շատ է մարդկանց խոսքը նախորդ տարվա համեմատ, ես նախորդ տարի եմ ստեղ եղել, շատ քիչ էր, զգացվում է, որ փառատոնը շունչ է հավաքում, շատ արագ տեմպերով և մոտավորապես 3 անգամ ավելի շատ մարդ կա այստեղ, քան թե նախորդ տարի էր, ու շատ ավելի շատ տաղավարներ, ես ոնց տեսնում եմ 50-ից ավել տաղավար կա և յուրաքանչյուրը ինչ-որ իր բնույթի, իր բրենդի որևէ բան այստեղ վաճառում, լինի դա պոպկորն, լինի դա բնականաբար գարեջուր, թե որևէ այլ է շատ հետաքրքիր ուտելու բաներ, մենք տեսանք բեկոն ապրանք մթերքի, մսամթերքի տաղավար է նաև, եթե նկատեցիք, շատ հետաքրքիր է, ես դեռ կեսն եմ անցել, նույնիսկ մեկ գծի, այստեղ 2 գիծ է, մեկ գծի կեսն եմ նույնիսկ անցել դեռ և արդեն ահագին շատ հետաքրքիր բաներ կան, ֆիքսված, նկարանված, հիմա գնում ենք առաջ։
бургеров, чизбургер и фрэнк-бургер. И также с йогуртом и мясом. Ребрышки и картошка. you.